Բաղդասարյան Ռուսաստանը պայմանագրի խախտմամբ հույժ կարևոր տեղեկություններ է հրապարակել Հայաստանի մատակարարվող զենքերի վերաբերյալ։ Եթե հիշում եք, Ինտերֆաքս գործակալությունը հրապարակեց $200 միլիոն ռուսական վարկով Ռուսաստանից Հայաստանին մատակարարող զենքերի ցանկը, ինչը ըստ էության բազմաթիվ տարատեսակ զենքեր էր իր մեջ պարունակում։ Ըստ ձեզ, ինչու Ռուսաստանը գնաց այս քայլին եւ փաստորեն խախտեց երկկողմ պարտավորությունները։ Արդյոք սա պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությամբ։ Ես այս հարցը քաղաքական դաշտից կտեղափոխեմ մասնագիտական, ինձ թվում է սրան մասնագիտական պատասխան պետք է տրվի եւ ամեն ինչ գնում է իր բնականոնով, նորից անհանգստանալու կարիք չկա եւ մասնագիտական մեկնաբանությունը կտան մասնագետներս։ Պարտավորություն խախտել է այս դեպքում Կրեմլը։ Ես չեմ կարծում պարտավորությունների խախտում կա, մասնագիտական պատասխանը կհնչի։ Ինչպես եք վերաբերվում երկրորդ նախագահի ծավալուն հարցազրույցին, որը ըստ էության պետք է հրապարակվեր նախորդ տարվա դեկտեմբերի 6-ից հետո, հանրաքվեի արդյունքներից հետո, բայց ըստ էության հրապարակվեց երեկ, երբ այսպես ասած Հանրապետական եւ Դաշնակցություն հուշագիրը մշուշվեց, որ մի շաբաթ պետք է ստորագրվի։ Այդ դուք տեսնում եք կապ այս գործընթացների միջև, թե ոչ։ Անկեղծ ասած լրիվ լիարժեք չեմ հասցրել ուսումնասիրեմ, ես կուսումնասիրեմ, իհարկե եթե կարիք կլինի պատասխան կտամ, բայց այդ դուք եք որոշել, որ պետք է 1 տարի առաջ հրապարակվեր։ Որոշողը իրենք են, թե երբ են նպատակարար գտնում իրենց ելույթները հրապարակել։ Քոչարյանն ասում է, որ Ռուսաստանը իր համար ավելին է, քան պետությունը։ Ձեզ համար ինչ է Ռուսաստանը։ Ռուսաստանը ինձ համար դաշնակից պետություն է։ Այո։ Հնարավոր է արդյոք, որ Քոչարյանը փորձում է իր համար հող նախապատրաստել, այսպես Ռուսաստանին իր նվիրումը ցույց տալու համար, այն բանից հետո ըստ էության, երբ ներքաղաքական դաշտում գրեթե չունի աջակցություն։ Ես բազմիցս նշել եմ, որ չեմ ցանկանում իմ երկրի կարկառուն դեմքերին, ինչպես են իմ երկրի նախագահները, նրանց ասածները մեկնաբանեմ, ինքը կտա իր մեկնաբանությունը եւ դրանից կանենք եզրահանգումներ։ Քաղաքական դաշտ վերադառնալու հնարավորություն ունի ձեզ։ Երասել իմ կարծիքով քաղաքական դաշտում եւ միշտ քաղաքական դաշտում է։ Ակտիվ քաղաքականություն, այսպես ասած մրցակիցներ կամ ինքը պետք է կայացնի այդ որոշումը, ես իր հայտարարությունների մեջ կոնկրետ նման ենթարկիչ դեռ չեմ տեսել, որ ինքը ցանկություն ունի ակտիվ քաղաքական դաշտ վերադառնա։ Ամենայն դեպս ինքը քաղաքական դաշտում է, իսկ ակտիվության հետ կապված ինքը պետք է հայտարարություն անի։ Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանի ելույթից արդյոք պարզ չդարձավ, որ Սերժ Սարգսյանը քաղաքականությունում դեռ երկար է մնալու։ Երբ որևէ մեկ անգամ ես նման կասկածանք չեմ ունեցել, որ Սերժ Սարգսյանը մտադրություն ունի քաղաքականությունից հեռանալու։ Ոչ վարչապետ, ոչ ազգային ժողովի նախագահ չեմ դա։ Ես զարմանում եմ, որ դուք միայն քաղաքականության մեջ մնալով պաշտոնի նկատի ունեք, քաղաքականության մեջ կարելի է լինել առանց պաշտոնների։ Կուսակցական աշխատանք։ Կուսակցության առաջնորդի դերում եք նրան մեծ հաշվով տեսնում։ Նախորդ ենթադրություններ չանենք, ամենայն դեպս ես նորից եմ կրկնում, միայն պաշտոնները չէ քաղաքական դաշտում ակտիվ լինելու համար։ Պաշտոններով չէ որ դա որոշվում է։